Երևույթները ովքեր են, ասում են վերջին օրերի դրությամբ, կարծես թե Սարիկ Մինասյանը զիջում է դիրքերը եւ դառնում են երկու ընդդիմադիր թեկնածուներ, այսինքն դիմադիրները շահեկան վիճակում են հայտնվում, համաձայն եք այդ պնդումների հետ եւ առիթից օգտվելով, որ Նարեկը չշտապի, իմ հաջորդ հարցը տամ, որպես թիմ ընտրություններ լուսաբանած լրագրող, ասեմ, որ Գյումրին տարբերվում է մյուսներից, այստեղ այսօր ոստիկանական կուտակումներ, բերետավորներ, ագրեսիվ մրցավազք չկա մեքենաների, սա ինչի մասն է խոսում, թեև մինչ այդ Պաշտպանության նախարարից մինչև վարչապետ, մինչև Ալեն Սիմոնյան չեն թաքցրել, որ եկել են Սարիկին շունչ տալու, հույս տալու, դուխ տալու։ Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին։ Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Իսկ թե ինչու էս պահին Գյումրիում դեռ ոստիկանական ինչ-որ շարժ կամ ռեպրեսիան, ես գլոբալ առումով այն ինչ-որ իրանք պետք է անեին, արդեն արել են։ Այս ընթացքում ինչ-որ իրանք պետք է անեն, չեք տեսել, մարդկանց մոտից 6 հոգի մեկ կալանավորեցին, մարդ ունի տանից երկու ընտանիքի անդամ ձերբակալեցին բանը։ Դա ընտրությունների հետ եք կապում։ Հորս արև հա։ Իսկ Ալեն Սիմոնյանի շտապել այստեղ բանավեճից հետո, հեռուստաբանավեճից հետո, ամբողջ ՔՊԱ-ական սերվիսը այստեղ էր, ասեմ, որ նրա վերջին միտինգը, այսինքն ՔՊԱ-ական թեկնածուի միտինգը, մենք որպես լուսաբանած լրագրող ֆիքսեցինք, որ տարբեր համայնքներից էին, պլյուս միայն ուսուցչական կազմ էր, որը հիմնականում բեխաբար եւ այսպես կարելի ասել աշխատակիցներ էին։ Այո, թիկունքով էին կանգնած թեկնածուին եւ ԿՊԱ-կաններ էին այստեղ, նրանք ինչու են այդպես անթաջ շտապում, կամ պաշտպանության նախարարը, որը իր բան ու գործը թողած գալիս է Գյումրի, ինչ կասեք այս մասում, նրանք այդպիսի բարձր հեղինակություն են, որ կարող են իրենց հեղինակությամբ օգնել Սարիկին, թե հակառակը։ Կլինի մի բառով պատասխանը, ոչ։ Պարոն Մխիթարյան, եթե Սարիկ Մինասյանը չլիներ ԿՊ-ի թեկնածու, որպես քաղաքի տղա, այսպես ասած, ինչ հեղինակություն կունենար, շանսեր կունենար հաղթելու։ Տեսեք, ես անկեղծ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարային բաները հայրերը, չգիտեմ, ով է իրենց բանով գծով զբաղվում։ Դուք բոլորդ վստահաբար այս ընթացքում, եթե գյումրեցիների հետ շփվել եք, լսել եք, տեսել եք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը մեծամասնություն, լավ, լսել չի ուզում։ Այն պահին, երբ որ իրենք հայտնեցին, որ Սարիկ Մինասյանն է մասնակցել ու հենց այդ թեզն էին տանում, որ դե Սարիկը կուսակցական չի, այդ թեզը տանելով, այդ պրայմերիս կոչված անիմաստությունը, լավ, Սարիկը հաղթեց, էդ էլ է կարևոր գնահատական, տեսեք, 7 տարի այստեղից падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնում մարդիկ կան, որոնք փաստորեն այս քաղաքում չկարողացան հաղթել անկուսակցական Սարիկ Մինասյանին։ Այդ կոնկրետ գնահատական է իրենց աշխատանքի, հենց կուսակցության ներսում պիտի ստանային այդ գնահատականը։ Բայց Սարիկ Մինասյանին բերում են առաջի պլան, ասում են դե ինքը անկուսակցական է, 3 օր հետո այդ մարդը գնում մտնում է կուսակցություն։ Հենց մտնում է կուսակցություն, շատ զգուշորեն փորձում են քաղաքում տարածել շշուկներ, որ դե չկա նման բան։ Չէ, չկա նման բան, ինքը այդ կուսակցության հետ կապ չունի, ինքը այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Թե ինչքանով Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ ուներ, պարզ դարձավ հենց այն օրվանից, կարծեմ Վահեն էր Մակարյան, երբ որ եկավ ու կոնկրետ մի քանի գաղափարային հարց տվեց, դե այդ մարդը կուսակցության այդ գիծը տարավ, մի բան էլ սկսեց ՔՊ-ին բնորոշ բաներով, խոսքերով ասել կամ ես չեմ լսել նման բաներ, կամ ես չեմ տեսել նման բաներ, Արցախը մեր պատմական հայրենիքն է, չնայած կամ լավ չենք կռվել, վերջը, ես ու դու չենք կռվել, տեսեք, դուք բոլորդ հիշում եք, որ պատերազմի ժամանակ կոչով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, ջոկատներ կազմել, տունը ով ինչ ունի, կասկա, տանգ, բրոնեժիլետ, սու, ով տունը ինչ ունի, թող բերի, այո, գնանք պատերազմ։ Սարիկ Մինասյանը ենթադրում եմ լսել է այդ ժամանակ ու լուրջ չի վերաբերվել այդ մարդու այդ կոչին, էլի, երևի մտածել է, որ դե լավ գործող բանակ ունենալու պարագայում ես հիմա ինչ մտնեմ
տանկ անեմ մեր պատվալից, ինչ անեմ, խոսքի դժվար մարդը Գյումրիում վստահեցնում եմ ձեզ, մեր տատիկներն ու երբ որ ամառային պալացոներ են պատրաստում, դե տանկ չեն զակատանում, էլի, կամ չգիտեմ, լիմոն կեկ չեն զակատանում, որ վերցնենք, գնանք պատերազմ։ Ամեն դեպքում Սարիկ Մինասյանը հնարավորություն ունեցել է մասնակցելու, օրինակ, թե 2020 թվականի պատերազմին, թե չգիտեմ, 21 թվականին օրինակ 22 թվականին կարող էր ջոկատ կազմել եւ գնալ ջերմուկի դիրքերը պաշտպանել։ Եթե այդ ամբողջ ընթացքում այդ ամեն ինչը չի արել, հիմա կանգնել մնացած կռված տղեկին, դուք նաեւ հիշում եք, չէ՞, մեր զոհված տղեկից մեկի մայրը, որ Պանթեոնում ասել էր, արի։ Ախր այդ ասելու բան չի։ Եթե մարդիկ խուսափում են նույնիսկ առերեսվել զոհվածի մոժ հետ։ Լավ, դու չնստես մեքենան մենակ, գնաս Պանթեոն, ասես, եթե նույնիսկ ինչ որ մի բան ճիշտ չէ, կարող է։ Գնաս կանգնես, ասես 1000 անգամ կներեք, ոչ թե լրագրողին ասես, ես ղուրբան եղնիմ իրան շիրիմին։ Շիրիմներին ղուրբան եղնել պետք չի։ Պետք էր այնպես անել, որ այդ շիրիմների քանակությունը այդքան չլիներ։